Գունեղ միջավայր, զատկական ուտեստներով զարդարված սեղաններ, երգ, պար, բեմականացված խաղիկներ ու ամենակարևորը մեծ ոգևորություն ու տոնական տրամադրություն, որոնց հաղորդակից էին նաև միջոցառմանը ներկա հյուրերը։ Մուրզիլկա մանկապարտեզում թևածում էր տոնական մթնոլորտը, միջոցառման գլխավոր թեման Սուրբ Զատիկներ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Մանկապարտեզի սաները դաստիարակչական կազմի ու տնօրինության գլխավորությամբ ամենայն մանրակրկտությամբ էին պատրաստվել տոնական այս միջոցառմանը։ Մանկապարտեզի դաստիարակ միջոցառմանը Տարազի Մեղեդի խումբը ներկայացնող Լուսինե Բեգլարյանի խոսքով իրենց կողմից խնդիր են ունեցել հայ առաքելական եկեղեցու կարևորագույն տոներից մեկի Զատիկի հոգևոր իմաստը ուսուցանել երեխաներին, ինչու ոչ նաև իրենց ծնողներին, որը հաջողությամբ կատարել են։ Մեր Տարազի Մեղեդի խմբում այսօր ամեն ինչ ներդաշնակ է, համահունչ է, սկսած ուտեստներից, հագուստից եւ ամեն մի մանր փոքր էլեմենտից մենք մեր սեղանի մի փոքր հատվածում ներառել ենք նաեւ մեր Արցախ աշխարհը։ Ես ուրախ եմ մասնակցել Մուրզիլկա մանկապարտեզի տոնախմբությամբ։ Հիսուս հայարի մերերոց օդնա հաճնը Քրիստոսի։ Ուրախանում ենք, նկարվում ենք։ Այսպիսի միջոցառում կազմակերպել են առաջին անգամ, որտեղ ներգրավված են նաև երեխաների ծնողները, ովքեր անգամ աչքի ընկան իրենց երաժշտական կատարումներով։ Բակում տարբեր տաղավարներում ներկայացված էին երեխաների ծնողների թխած զատկական ուտեստները։ Հայաստանում ապրող ռուսաստանաբնակ ծնողներից մեկն էլ կիսվեց իր տպավորություններով։ Մենք շատ ենք կարևորում նմանատիպ միջոցառումները։ Ես շատ տպավորված եմ այս միջոցառման կազմակերպվածությամբ։ Այն հրաշալի է նաև մեր ծնողներիս համար ներգրավվելու այս միջոցառմանը։ Կարևորելով արցախցիների ներգրավվածությունը միջոցառմանը մանկապարտեզի տնօրեն Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ կարևորում են ազգայինը, քանի որ եթե ոչ երեխաները, ապա ով պետք է պահի մեր ազգային արժեքները։ Արցախին չանդրադառնալ դա նշանակում է չհիշել մեր ակունքները, չհիշել մեր հիմնական արմատները, կարծում եմ դա մեր առաջնային խնդիրն է հիմա սերունդի մեջ էլ սերմանել այն արժեքները, որով մենք մեծանում ենք։ Միջոցառումը եզրափակվեց զատկական տոնին բնորոշ ձու կռվեցնելու ավանդույթով, որից հետո ժյուրիի անդամները տալով համապատասխան գնահատականներ միջոցառման մասնակիցներին շնորհեցին պատվոգրեր։